Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալում իրադարձությունները ստանում են այնպիսի անսպասելի ու ցնցող ընթացք, որ պարզապես անհնար է կտրվել էկրաններից։ Այսօր մենք կտեսնենք, թե ինչպես են ատելությունն ու վրեժը կուրացնում մարդկանց, եւ թե ինչպես է ամենամեծ գաղտնիքը բացահայտվում ամենադաժան պայմաններում։ Սկսենք այն ծանր մթնոլորտից, որը տիրում է Նորոյի տանը։ Տատիկը, ով վերջնականապես անցել է խարդավանքների կողմը, պատրաստվում է դուրս գալ տանից, հանդիպելու իր որդուն՝ Բաբկենին։ Նա փորձում է իր հետ տանել նաև Էլիզին։ Էլիզը թեև արտաքնապես մերժում է, բայց նրա հոգում արդեն սկսել է ծլարձակել հոր հետ հաշտվելու վտանգավոր միտքը։ Ինչու է Էլիզն այսքան կոտրված։ Բանն այն է, որ նա պարզապես խեղդվում է չարությունից։ Նա չի կարողանում տանել, որ Նորոն եւ Արշակը քայլեր են անում դեպի հաշտություն։ Նա չի մարսում Նորոյի եւ Մագդայի սերը եւ ամենաշատը նրան խոցում է այն, որ Էդոն իր արդեն նախկին սիրելին արդարացնում է Նորոյին։ Էլիզի այս մութ էմոցիաները նրան ակամայից մղում են դեպի այն մարդը, ով ժամանակին կործանել է իրենց կյանքը։ Իսկ այդ ընթացքում մայր ու որդի հանդիպում են։ Տատիկի պահվածքը պարզապես ապշեցուցիչ է։ Փոխանակ մտածի իր թոռան բարեկեցության մասին, նա Բաբկենին դժգոհում է, թե Նորոն իրեն տարօրինակ է պահում եւ սկսել է ընդունել Արշակին։ Բայց ամենազայրացուցիչը Բաբկենի արձագանքն է։ Այս մարդը, ով 14 երկար ու ձիգ տարիներ լքել էր իր երեխաներին, ով գոյություն չի ունեցել նրանց դժվարությունների ժամանակ, հիմա վերադարձել է եւ լկտիաբար հայտարարում է, որ ինքը թույլ չի տա նման բան։ Պատկերացնում եք այս անհեթեթությունը։ 14 տարի կորած հայրը հանկարծ որոշել է, որ ինքն է թելադրելու Նորոյի կյանքի կանոնները։ Սա ուղղակի վտանգավոր մոլագարություն է, որը դեռ շատ վիշտ է բերելու այս ընտանիքին։ Բայց սերիալի իսկական փոթորիկը սպասվում է մյուս ճակատում։ Մագդայի կյանքը մեկ վայրկյանում գլխիվայր շուռ է գալիս։ Նա սարսափելի զանգ է ստանում հիվանդանոցից։ Լանան այնտեղ է, եւ նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Մագդան առանց անգամ Արշակին տեղյակ պահելու եւ խուճապահար սլանում է հիվանդանոց։ Եվ կարծես Լանայի ողբերգությունը քիչ էր, հիվանդանոցում նրան սպասում է հերթական հարվածը։ Նա իմանում է, որ Նորոյին ձերբակալել են։ Այս լուրը կարող է կոտրել ցանկացածին։ Մագդան միանգամից զանգահարում է Էդոյին։ Էդոն, որպես իսկական եւ հավատարիմ ընկեր, առանց վայրկյան կորցնելու վազում է ոստիկանություն Նորոյին այս անելանելի վիճակից հանելու համար։ Եվ ահա, երբ թվում է, թե իրավիճակն ավելի վատանալ չի կարող, հիվանդանոցի միջանցքում հայտնվում է իսկական չարիքը՝ Կարենը։ Բոլորի աչքից հեռու, որսորդի պես, նա մոտենում է միայնակ ու անպաշտպան Մագդային։ Սկսվում է սարսափելի մի տեսարան, Կարենը քաշքշում է նրան, սպառնում։ Մագդան հավաքելով իր ողջ ուժերը համարձակորեն մեղադրում է նրան, ասելով, որ հաստատ գիտի, որ հենց նա է այդ օրը վնասել Լանային, բայց Կարենը խղճի խայտ չի զգում։ Նա սառնասրտորեն սպառնում է սպանել Մագդային, բայց նախքան այդ որոշում է նրան հասցնել ամենադաժան, ամենաճակատագրական հարվածը։ Նա նայում է Մագդայի աչքերին ու ասում այն, ինչը տարիներ շարունակ թաքցված էր բոլորից։ Լանան քո մայրն է։ Լռություն։ Պարզապես պատկերացրեք Մագդայի հոգեվիճակը այս բառերից հետո։ Նա ոչ միայն կանգնած է մարդասպանի առաջ, այլև հենց նոր իմացավ, որ մահվան դռանը կանգնած կինը, ում նա այդքան սիրել ու խղճացել է, իր հարազատ մայրն է։ Սիրելի հետևորդներ, սա պարզապես աննկարագրելի շոկ է։ Ինչ կանի Մագդան այս սարսափելի ճշմարտությունն իմանալուց հետո։ Արդյոք կկարողանա փրկվել Կարենի ջանքերից։ Իրավիճակը հասել է գագաթնակետին։ Անպայման գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում, բաժանորդագրվեք այս սալիքին, որպեսզի միասին պարզենք, թե ինչ հանգուցալուծում է ստանալու այս խճճված ու դրամատիկ պատմությունը։ Շնորհակալություն ուշադրության համար։